Աշխատատեղերի բացակայության պատճառով Լեռնուտ գյուղը հետզհետե դատարկվում է։ Հիմնականում հեռանում են երիտասարդները։ Գյուղն ունի բուժկետ, որտեղ ապահովում է միայն առաջին օգնությունը։ Եթե հիվանդը առողջական լուրջ խնդիրներ է ունենում, տեղափոխում են Ջաջուրի ամբուլատորիա կամ Գյումրու հիվանդանոցներ։ Աշխատատեղեր չունենք։ Հիմնականում դպրոցն է, միջնակարգ, դպրոցում են աշխատում ուսուցիչները եւ 3 հոգի գյուղապետարան։ Դա գնաց աշխատանք է, Ռուսաստանը մի էլ ճգնաժամ է, փող չկա, չեն պարապ-սարապ գյուղում, ոչ մի բան չկա։ Մեր գեղի հայել չկա, սաղ գնացել են խոպան էս տարի գործ չկա, բիրագի տուն է մնացել։ Չգիտես որ խոպան ինչ բստա, որովհետև ճգնաժամ է։ Գյուղապետի խոսքերով մինչև 2012 թվականը մարզի զարգացման ծրագրերի միջոցով համայնքը պետք է գազաֆիկացվի։ Գրեթե անանցանելի են միջհամայնքային ճանապարհները։ Ինչ վերաբերվում է ներհամայնքային ճանապարհներին, ապա դրանք վերանորոգվել են անցյալ տարի, սակայն արդեն քայքայվել են անձրևահոսքերից։ Գյուղն ապահովված է միայն խմելու ջրով, իսկ ոռոգման ցանց ընդհանրապես չկա գյուղի բարձր լեռնային դիրքի պատճառով։ Նախկինում տրամադրվել է օգնություն, բայց այս մի քանի տարին չէ։ Մեր որպես բարձր լեռնային գյուղ ծրագրով անցել է։ Մինակ ардերից ինչ որ քաղեցին կնել անձրև, կարգուտ, ինչ որ ունենք, էդել տարավ։ Ստես տարդակ կանացենք։ Ոչ մի բան, լավ բան չկա։ Ես չեմ տեսնում լավ բան։ Այսինքն բոլորս էլ չենք տեսնում։ Ոչ մի օգնություն չի եկել, ինչ որ կարողանա բացվել է, ստեցին մեզի կօգնեն, հողերին 370,000 մայր թով տային ամեն մեկից, որ հողերը ցանեին։ Ոչ մի օգնություն, ոչ ով է տերը։ Գյուղը մարզկենտրոնին կապող միակ միջոցը ավտոբուսն է, որը երթևեկում է շաբաթական 3 անգամ։ Բնակիչները ավտոբուսով հիմնականում կաթնամթերք են տեղափոխում Գյումրի վաճառելու։ Գյուղում մշակույթի մի կենտրոն կա, որը վերականգնման կարիք ունի, սակայն համայնքը ֆինանսապես անհուսալի վիճակում է, քանի որ անգամ գյուղի հիմնական եկամուտը չի ապահովում։ Անիա Սատրյան, Գուրգեն Քինոսյան, Գալանյուս։